Իսկ այս պահին ուզում ենք խոսել մի շատ հետաքրքիր ծրագրի մասին, ակտիվ մասնագետներ ապագայի աշխատաշուկայի համար մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը եւ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է հաստատությունների, դասախոսների, հետազոտական եւ թվային կարողությունների զարգացում ծրագիրը։ Մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ովքեր արդեն մեր տաղավարում են, մեծ սիրով ներկայացնենք նրանց, Վարդուհի Գյուլազյանն է մեզ մոտ, որակի ազգային ապահովման կենտրոնի ինստիտուցիոնալ եւ ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, բարի լույս, եւ Անդրեաս Մելիքյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր, որակի ազգային ապահովման կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի անդամ։ Բավական երկար էին ձեր կոչումները, բայց պարտավոր ենք ձեզ ներկայացնել։ Ինչպես եք։ Հրաշալի։ Լավ սկսվել առավոտը։ Իհարկե։ Ինչով էր պայմանավորված անհրաժեշտությունը այս ծրագրի։ Ծրագրի անհրաժեշտությունը կապված է ուղիղ մեր աշխատանքի հետ, երբ որ մենք հավատարմագրման գործընթացների ընթացքում մտնելով լսարաններ, այցեր կատարելով ուսումնական հաստատություններ, մասնավորապես ՄԿՈ ուսումնական հաստատություններ, այսինքն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ եւ քոլեջներ, հասկացանք, որ անհրաժեշտություն կա մի փոքր փոփոխություններ իրականացնելու, մասնավորապես այսօր լսարանում ավելի շատ խոսք է գնում ինչ է պետք եւ ինչ պիտի ուսանողը անի, այլ ոչ թե ինչպես մտածի, խնդիր լուծի եւ որոշակի տվյալներ հավաքագրի եւ իհարկե կատարի որոշակի փոքրիկ հետազոտություններ։ Այ խնդիրը ծագեց այդտեղից եւ շնորհիվ Հովնանյան կրթական հիմնադրամի մենք այս ծրագիրը այս տարվա սկզբից սկսեցինք իրագործել եւ ծրագրի նպատակը, եթե կարճ ասեմ, ՄԿΟ հետազոտական կարողությունների հիմքում հետաքրքրասիրությունն է, ուսանողի հետաքրքրասիրությունն է եւ դասախոսները լսարանում պետք է խթանեն ու զարգացնեն այդ հետաքրքրասիրությունը, որպեսզի այն վերածվի մասնագիտական մտածողության, զուգորդված տվյալների հավաքագրմամբ, ճիշտ խնդիրներ լուծելու կարողությամբ եւ դա պետք է նաեւ շարունակվի աշխատավայրում, որովհետեւ շատ կարեւոր է, որ աշխատավայրի խնդիրները կապվեն լսարանում իրականացվող գործընթացների հետ։ Դա մեր խնդիրն է։ Միայն հետազոտական գործողություններ կատարելիս էլի երեխաների մոտ հատկապես։ Այո, եւ դա շատ վաղ տարիքից պետք է զարգանա եւ այստեղ միշտ քննարկումների արդյունքում հարց էր առաջանում ինչու քոլեջներում, այո քոլեջներում է անհրաժեշտ եւ նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում է անհրաժեշտ եւ այս ծրագիրը համախմբել է համալսարանական հետազոտողների իդեմս պարոն Մելիքյանի եւ մեր մյուս երկու գործընկերների, ովքեր որ վերապատրաստումները եւ կարողությունների զարգացման այս ծրագիրը իրագործում են մշակելով նյութեր, հիմա մենք այդ ակտիվ աշխատանքի մեջ ենք։ Վստահաբար ավելի խորքային մտածողությունը մասնագիտության մասին դա հրաշալի է եւ կունենանք դրական արդյունքը։ Մենք այստեղ առանձնացրել ենք 3 ոլորտ, դա բժշկական ոլորտը, գյուղատնտեսական եւ ՏՏ ոլորտը։ Այ հետաքրքիր է ինչու շեշտադրվեցին հենց այս 3 ոլորտները, խնդրեմ, որոնք են գլխավոր դրդապատճառները։ Ինչպես ընտրվեցին։ Շատ լավ։ Գիտեք, ես կարծում եմ իհարկե բոլոր ոլորտներն անհրաժեշտ է ընդգրկել, նույնիսկ լրիվ համամիտ եմ իմ գործընկերոջ ասածների հետ, դա պիտի սկսել դպրոցից եւ այո հասնել մինչեւ բու, նույնիսկ մինչեւ հետազոտական բաղադրիչ կրթության, ինչու 3 մասնագիտությունները սրանք այն մասնագիտություններն են, որոնք շատ ավելի առնչվում են հասարակական լայն շերտերի հետ, բազմաթիվ խնդիրներ են առկա, կիրառական ոլորտներ են, գյուղատնտեսությունը, որը փաստորեն արտադրական մի հսկայական ծավալ ներկայացնող համակարգ է, առողջապահությունը, որ հասարակական լայն շերտերի հետ առնչվում, իսկ դա ոլորտը, որը ժամանակակից տեխնոլոգիաներ է պարունակում, որը եւ հանդիսանում է ցանկացած կրթական բաղադրիչի մաս կարևոր, ցանկացած մասնագիտության առանձնահատուկ հատված։ Այս տեսակետից իհարկե այդ 3 ոլորտները սկիզբն են եւ կարծում եմ հավանաբար այն կշարունակվի նաեւ այլ ոլորտներում եւս եւ ուզում եմ ավելացնել մի շատ կարևոր հանգամանք կրթական process-ում երբեք հնարավոր չի ապագա մասնագետին տալ այն բոլոր խնդիրների լուծումները, որոնք առկա են լինելու կամ ծագելու են։ Այս տեսակետից ես շատ եմ կարևորում
ինքնուրույն մտածողության եւ խնդիրների ձևակերպման ու խնդիրը լուծելու մեթոդի, այսպես կոչված, ուսուցումը, այո, եւ ամենակարևորը ես կավելացնեի նաեւ սրան այն հանգամանքը, որ ապագա մասնագետը հասարակության անդամն է։ Եթե մասնագետը մտածող է, եթե մասնագետը խնդիրները առաջադրող է, խնդիրը լուծող է, ապա հասարակության որոշակի հատվածը ցանկացած բնույթի խնդիրներ, որոնք մեր կյանքում միշտ կարգա են սոցիալ-տնտեսական, հասարակական, քաղաքական բոլոր բնագավառներում, ինֆորմացիոն հսկա հոսքերի պայմաններում կողմնորոշվելու, ստացած տեղեկատվությունը վերլուծելու մեծ կարողություն է պահանջվում։ Եվ այսօր մեր հասարակությունը, կարծում եմ, կկիսեն իմ բոլոր գործընկերները եւ նաեւ հերոստա դիտողները, մենք այդպիսի խնդիր ունենք մեր բոլոր շերտերում եւ սա, այո, իրոք խիստ կարեւոր բաղադրիչ է, որը պիտի սկսել դեռևս նույնիսկ մանկապարտեզից ոչ թե ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, մենք խոսում ենք գոնե դպրոցից, բայց այո, իսկ ինչպես է գնահատում այս պահին ներկա մասնագիտական կրթությունը, որ առկա է։ Ոլորտներ կան, որտեղ այս բաղադրիչը որոշակիորեն զարգանում է, ոլորտներ կան, այո, ՏՏ ոլորտն է, մենք ունենք նաև գյուղատնտեսությունում լավ օրինակներ, մենք հիմա փորձում ենք խթանել նաև բժշկության ոլորտում այս կարողությունը, որովհետև այնտեղ էլ շատ կարևոր է տվյալների հավաքագրումը, անգամ երբ որ ուսանողները գնում են հիվանդանոցներ, այնտեղ պրակտիկայի ընթացքում մենք մեր ծրագրի շրջանակներում կարևոր կետ նշեմ, դասախոսները պիտի որոշակի փոփոխություններ անեն իրենց ուսումնառության նյութերում, որոշակի փոփոխություններ անեն իրենց ուսումնառության պլաններում եւ երբ որ նույն հիվանդանոցներում պրակտիկա են գնում ուսանողները, շատ կարեւոր է, որ այնտեղ որոշակի խնդրով գնան եւ որոշակի տվյալներ հավաքեն, այսօր մի փոքր կաղում է այդ հատվածը, մենք փորձում ենք այս պահին խթանել եւ 80 դասախոսներ վերապատրաստվելու են, որպեսզի հետագայում փոխեն իրենց ծրագրերը եւ արդեն լսարանում ինչ է տեղի ունենում, մենք այսօր ուզում ենք գնալ դեպի լսարան եւ լսարանում այդ փոփոխությունները տեսնենք։ Մենք հիմա շատ կարևոր կետում ենք, հետաքրքիր է ինչպես է անցկացվելու մանկավարժական դասախոսական անձնակազմի վերապատրաստումը, նաև գլոբալ առումով ովքեր են վերապատրաստողները, արդյոք կապ կա նաև միջազգային շուկայի հետ, սա առաջինը, եւ երկրորդը վերապատրաստումից հետո ուսանողությունը հնարավորություն է ունենում խորհրդային մտածողությամբ հանդես գալ եւ տեսական առումով եւ պրակտիկ առումով նաև։ Շատ կարևոր հարց նշեցիք, փորձեմ անդրադառնալ դրանց, ուրեմն վերապատրաստումները լրիվ պրակտիկ են լինելու եւ վերապատրաստողները, ինչպես նշեցի պարոն Մելիքյանը եւ ունենք հետազոտողներ բժշկական համալսարանից, պարոն Մելիքյանը ագրարային համալսարանի ներկայացուցիչ է, ունենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, ովքեր որ տիրապետում են նաեւ մինչեւ այս իրականացել են որոշակի միջազգային փորձառություն եւ այն մեթոդաբանությունը, որը պարոն Մելիքյանը նշեց, որոշակի մեթոդներ են արդեն դուրս բերվել, որը կիրառվում է, օրինակ հետազոտական խնդիր ձևակերպելու կան տարբեր մեթոդաբանություններ եւ այդ մեթոդաբանությունները ներդրվելու է մեր վերապատրաստումների ձևաչափում արդեն իսկ կան նյութերը առաջին փուլով մենք փորձարկել ենք նյութերը մենք ուզում էինք հասկանալ արդյոք այդ նյութերը կիրառելի են եւ պիտանի են մեր քոլեջների համար եւ 80 դասախոսներից արդեն 30-ը արդեն որոշակի փորձառություն ձեռք են բերել մեր նյութերի փորձարկման ընթացքում մենք դա արդեն իսկ իրականացրել ենք սեպտեմբեր ամսին եւ կարողացել ենք հիմա փոփոխությունների փուլում ենք եւ կարողացել ենք այդ նյութերը ավելի ադապտացնել իրենց դրա արդյունքում վերապատրաստումները հնգորյա կիրականացվեն հունվար ամսին որոնք այսպիսինն են լինելու դերային խաղեր որոնք որ պիտի դասախոսները անեն լսարանում իրենք են անելու մեր լսարանում այսպես ասած որպեսզի հասկանան ուսանողը ինչ հարց կարող է իրենց տալ ինչ խնդիր կարող է բարձրացնել որպեսզի իրենք պատրաստ լինեն այդ խնդիրներին ու հարցերին պատասխանելու հնգորյա վերապատրաստումներից հետո մենք ունենալու ենք եւս մեկ փուլ, որը կոչվում է ինտեգրացիա։ Մեր հետազոտող դասախոսների հետ այն վերապատրաստված մասնագետները իրենք ինտեգրացիոն պլան են մշակելու եւ արդեն իսկ փետրվարից 1 ամիս փորձարկելու են իրենց լսարանում այնին սովորել են։
Եվ մարտի վերջին է մեր ծրագիրը ավարտվում, բայց մենք լիահույս ենք, որ մարտ ամսին նույնպես մենք այդ ինտեգրացիան կտեսնենք, որովհետև մենք հաճախակի ենք նաև այցելում քոլեջներ, մշտադիտարկումների, հավատարմագրումների, այսինքն մենք ռեալ կարող ենք արդյունքները տեսնել այդտեղ։ Ինչպես կարող են դառնալ մասնակիցը։ Մենք հավաքագրել ենք քոլեջներից, այո, փակ է, շատ ափսոս, բայց մենք փորձելու ենք այս տարվա համար, այս տարվա համար, այո, փակ է, մենք հավաքագրել ենք շատեր հետաքրքրվածությունը շատեր քոլեջների, փորձել ենք ներգրավել եւ պետական քոլեջներ եւ մասնավոր քոլեջներ, որպեսզի այդտեղ մենք նաեւ բազմազանություն ունենանք, դա շատ կարեւոր էր մեզ համար, եւ ինչպես պարոն Մելիքյանը նշեց, մենք ուզում ենք ոլորտները շատացնել եւ եթե հաջողի, մենք լիահույս ենք, որ ծրագիրը կհաջողի եւ մենք ունենանք նաեւ այլ ոլորտներում ներդրումներ։ Այսինքն ծրագիրը կլինի շարունակական։ Մի բառ ավելացնեմ երևի, մենք սկզբնական փուլում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մեր խմբով, մտածում էինք արդյոք դա անհրաժեշտ է բոլոր առարկաների մեջ ներառել, մոդուլների մեջ, թե ունենալ առանցին ուրեմն մոդուլ դրա համար եւ եկանք ընդհանուր եզրակացության, որ հետազոտել եւ հետազոտական ունակությունը պահանջում է գրեթե բոլոր կրթական հատվածներում, այսինքն բոլոր մոդուլների մեջ, բոլոր առարկաների մեջ։ Շատ կարեւորում եմ ես եւ իմ գործընկերները եւս դասավանդողի, այսինքն ապագա դասավանդողի դերը, որտեղ անձը, անհատական մոտեցումը, կրթական այդ հատվածի ձևակերպման, ուսուցման համար շատ կարևոր է եւ իրոք մեր առաջին այսպես կոչված հանդիպումը փորձնական, երբ մենք քննարկում էինք, ցույց տվեց, որ այո, մեր դասախոսական կազմը իրոք դրա կարիք ունի եւ գրեթե բոլոր առարկաների դասավանդողների մոտ այստեղ պետք է շատ նրբորեն, շատ ճշգրիտ այդ հատվածը տեղադրել յուրաքանչյուր թեմայի, յուրաքանչյուր ուրեմն կրթական հատվածներում, որպեսզի հետազոտելու ունակությունը ձևավորվի ամբողջ առարգայի դասավանդման process-ում եւ կոնկրետ կյանքից վերցված խնդիրների լուծման օրինակով ուսանողը տեսնի ինչպես կարող է ցանկացած խնդիրը հետագայում ապագայում երբ իր առաջ հանդես կգա կարողանա դրանց լուծում գտնել։ Շատ կարևոր նախաձեռնություն եք իրականացնում հատկապես այն ուսանողների կամ նախաուսանողական շեմին կանգնած երեխաների համար, ովքեր կես ճանապարհից երբեմն հիասթափվում են եւ մատնվում են անորոշության ու չեն հասկանում ամեն դեպքում շարժվեն առաջ թե փոխեն մասնագիտության ուղղվածությունը, բայց սա հնարավորություն է տալիս հստակ խորքային մտածողության վերաբերելու մասնագիտությանը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Մենք ենք շնորհակալ թեմային անդրադառնալու համար։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։ Համեցեք։